բժշկի ընդունարանում եմ, սպասում եմ, որ կանչի։ Նախորդ պացիենտը շատ ոնց որ մնաց ներսում։ Բարև ձեզ սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք։ Շոկեցի, բաճկոնս հանեցի, բժշկի մոտ է եկել։ Ահագին երկար սպասեցնել տվեց, չնայած հանդիպումը ժամը 10-ին էր, բայց ահագին սպասեցնել տվեց։ Անալիզ էի տվել, եկա պատասխանները, իմացա ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ լավ էր։ Հիմա ուզում եմ գնամ Զատիկի համար սպիտակ ձու գնեմ, նայեմ, ասում են խանութներում սպիտակ չկա, գնամ տեսնեմ, որտեղ կա, ինչ կա։ Ինքան բանտեղ է այստեղ։ Տանից դուրս էի գալիս, հարևանս հանդիպեց, երևի 80-ից մարդ է, էլի։ Միշտ տեսնում եմ, որ Շանը տանում է դուրս։ Հիմա մենակ էր։ Հարցնում եմ, երևի մի քանի մետր հեռու էր, այդպես մի 3-4 մետր հեռու էր։ Հարցնում եմ, բա Շունն ուր է, ասում եմ, Շունն ուր է, չի լսում։ Ականջն այսպես բան անում, ասում եմ, Շունը ուր է, չի լսում էլի։ Հարցնում Շունը ուր է, հետո ասում եմ, հա, ես երևի մի քիչ գերմաներեն բանով եմ ասում եմ, «War ist your Hund?» պետք է ասեմ Hond։ Հա, ասում եմ, գերմաներեն, հա, ասում եմ, խոսում եք գերմաներեն, ասում եմ, չէ, ես ասում եմ, Գերմանիայում 70-ական թվերին եմ եղել, 70-ականներին եմ եղել, ասում եմ, ռուսների հետ կռվում ենք, բայց 70-ական թվերին ինչ էին կռվում ռուսների հետ, ես չիմացա ճիշտն ասած։ Ամեն դեպքում մենակ է ապրում, մեծ մարդ է։ Այդ շունն էլ չլինի, այդ մարդը ինչ պետք է անի։ Ժողովուրդ ջան, ամբողջ շաբաթը այդպես աշխատեցի, այսօրվանից իմ երկար շաբաթը վիկենդն է սկսվել։ Պետք է վայելեմ, հաջորդ շաբաթ էլ արձակուրդ եմ հարցրել, տեսնեմ կհաստատվի թե չէ, մի քիչ հանգստանամ։ Խանութը մոտ է, այսա հասա արդեն։ Թաց մազերով դուրս եմ եկել, ժամը 10-ին հանդիպումը ժամը 10-ին էր, արագ հասցրել եմ 5 րոպե մարզվեմ, դուշ ընդունեմ ու արագ պատրաստվեմ դուրս գամ, որ մի փոքր էլ նախաճաշեմ, քան որ գիտեի հետո բժշկի մոտից գալու եմ միանգամից խանութ։ Դրա համար թաց մազերով դուրս եմ եկել, բայց հիմա արդեն ոնց որ չոր են։ Այստեղ մի հատ թեքվենք, ժողովուրդ ջան, նոր։ Լինում է տիկնայք, որ մանիկյուրը կսում եք ու այդպես թաց մանիկյուրով պատրաստվում եք դուրս գալու։ Այդ վիճակների մոտ այսպես կգնանք ուղիղ, այստեղ ոնց որ տեղ կա պարկինգի։ Հա, այստեղ սխա չէ, այստեղ չեմ կարա կանգնեմ, այստեղ բանի համար է։ Այստեղ էլեկտրական մեքենաների համար է։ Չգիտեի, սպասեք ետ գնամ։ Գնամ այնտեղ կանգնեմ, ժողովուրդ ջան։ Այստեղ տեղ գտնեմ։ Ահագին տեղ ունեն սրանք, ուղղակի մեքենաներն են շատ։ Այստեղ էլ ազատ տեղ չկա։ Հա, այս վերջը ազատ, այստեղ ես կկանգնեմ։ Այստեղ ես կկանգնեմ, ժողովուրդ ջան։ Վոլա, ոնց որ ասում են ֆրանսիացիները։ Հիմա իջնեմ նայեմ ձուկա թե չէ։ Մեծ սուպերմարկետ, չեմ սիրում այս սուպերմարկետը, բայց տեսնեմ ինչ կա։
մի երկու բան կնայեմ, այնքան խառնաշփոթ է ինձ թվում էս խանութը, չգիտեմ, Բելգիայի ապրողները կիմանան, Colruyt եմ եկել, չգիտեմ, կամ ես ծանոթ չեմ, շատ շուտ չեն գալիս էս խանութ։ Այդպես ժողովուրդ ջան, ուրեմն ամեն ինչ արեցի, գնանք խանութ։ Հետաքրքիր է, այստեղ մեքենայից իջա, այդ հարևանից որ պատմում է, ինքն էլ այս փաստորեն այս սուպերմարկետ եկել, նստեց գնաց։ Այստեղ կարերը երևի առանց բանի են, առանց փողի են, ոյ, այս զատիկի համար սիրուն բաներ կան, փոքրիկ ջուտիկներ, այստեղ, սրանք մոմ են, այս է մոմը, այսպիսի դեկորացիաներ կան, ես ուզում եմ դեկորացիա, բայց այս տեսակ չի, ծվերը 11 եվրո արժի, սայլը 365 Այստեղից եթերի գները ձիթապտղի ձիթը 868 մի հատը 10-20 է, երկրորդը 9 եվրո սոյայի սոուս պետք է վերցնեմ, տեսենք այստեղ ինչ տեսակ կա հետ Սոյա տեսնենք մաքրության համար ինչ կա ցիտրուս ամեն ինչ մաքրող անցյալ անգամ որ ակցիոնից գնել էի շատ լավն էր հա ինձ ապակի մաքրելու համար է պետք բայց մի հատ երևի վերցնեմ սրանից Այս ինչ էր կատարվում ժողովուրդ ջան, որ վիճակ էր, աշխատողին հարցնում եմ, այս ինչ լիքն են, այս ինչքան շատ ծանրաբեռնված եք, ասում է, հա սպասվում էր ամբողջ շաբաթ այդպես կլինի, բայց ասում է հիմա ավելի շատ է, էլի, ոնց որ շաբաթվա վերջին ավելի շատ է, ակցիա էր դրած, Պաչկունս հանեմ ժողովուրդ ջան, մեքենայի մեջ շոքա, ակցիա էր դրած 75 եվրոից ավելը գինի 9 վեր ստանում, բայց ես 75-ից պակաս էի արել, իրականում եկել էի մենակ սպիտակ ձունայի, բայց չկար, բայց դե ոչինչ, չեմ էլ գնա ուրիշ խանութ, չնայած առևտուր ունենք անելու էլի, կիրակի օրը հյուրեր ունենք, բայց հոգնեցի արտենից ինչերից ինչքան մարդ կար, վայ, ոնց չեմ սիրում ես խանութ գնալ, վայ, ոչ մի տեսակ խանութ էլ չեմ սիրում գնալ, ոչ շոպինգի, ոչ էլ այսպես սուպերմարկետ բան, ժողովուրդ ջան, իրոպես մեքենային թողնենք անցնի ու գնանք, ասում այստեղ լավ նշում են զատիկը, դուք էլ եք Երուսաղեմի մեջ, այ, այս ինչ էր, լիքը Երուսաղեմ, աշխուժություն, լիքը մեքենաներ, լիքը մարդիկ, այս ինչ է ժողովուրդ ջան, այս Colruyt-ին ես չսովորեցի, այնքան ուշուշ ենք գնում երևի տարվա մեջ մի քանի անգամ, չնայած որ մոտ է, բայց չեմ սիրում այս խանութը, չգիտեմ ինչի, ոնց որ ինքան խառը լինի իմ համար, հետն էլ առևտրի ժամանակ պատահական մտա փասոնետ իրանց պահեսներ, ես էլ ասում ինչի էստեղ ուրիշ մարդ չկա, լավա շատ չի առաջ գնացել,
Հետո զգացի, որ մի բան են չի։ Պարզվեց պահեսն եմ մտել։ Ասի Սվետլանա շատ ծարավերնված է։ Ես էլ կարմիր ցուկր ներկեմ, այ քեզ բան։ Ով ասեց, որ պարտադիր պետքա սպիտակցություն ներկեմ, քանի որ ցուցակ չեմ գրել, չգիտեմ ինչա պետք, ժողովուրդ ջան, հիմա Լիդլի մոտից էի ասնում, բայց չեմ մտնի։ Այսպես առանց ցուցակի չեմ ուզում գնալ, որովհետև չեմ իմանում, մի բան մոռանում եմ, էլի կարիք ա լինում դուրս գալու։ Դրա համար կգնամ հանգիստ մի հատ սուրճ խմեմ ու բանը որոշեմ, թե ինչ պետք է առնենք, հետո նոր ոտքով կգնամ արդեն։ Ինքան մեքենա կա, ստրես է շատ։ Եղանակն էլ ոչինչ, մի քիչ այսպես վախորած արևա դուրս եկել։ Բժիշկին հարցրի, ասում եմ, այդ վիտամիններ բաներ էլ, որ խմում եմ մագնեզիում կամ կալցիում կամ բան, ասեց, եթե ասեց նորմալ սնունդը, ասենք, ամեն ինչը ընդունում եք, այսինքն բալանսավորված եք սնվում, ասեց ոչ էլ այդ սուպլեմենտներն ա պետք խմել։ Միակ վիտամինը ասեց, որ ես խորհուրդ կտամ այստեղ Բելգիայում խմել, վիտամին D-ն ա։ Ասեց, բայց հիմա մի խմի, հիմա արդեն արև ա սկսում, ոնց որ ամառ ա գալիս, ասեց, ավելի լավ ա, հիմա բան անես, բնական ձևով, տեսեմ հələ տեղ կա, առաջ գնամ, թե չէ, հա, մեր տան դիմացն ազատ ա։ Ասեց, ավելի լավ ա, հիմա փորձես արևի տակ, գոնե 10-20 րոպե ամեն օր լինես, ասեց հերիքա, մենակ էդ խմի, բայց հիմա ճիշտն ասած, ես իրիկունները մագնեզիում էլ եմ խմում, որ ավելի, ոնց որ մկանները թուլացնի ու հանգիստ քնեմ, ահագին լավ էլ օգնում ա, հարևանիս հետ միաժամանակ տուն եկանք։ Հալո։ Այս փողոցի այս կողմից իրավունք չունեն գալու, բայց գալիս են այսպես մեկ-մեկ։ Okay. Այդպես հարևանիս հետ դուրս եկանք, իրար հետ էլ տուն եկանք։ Չէր լսում, որ այստեղից գոռայի ասեի, ես ես խանութում տեսա, եթե այստեղ տան մոտ ա տեսնում, ճանաչում ա, եթե բանում ա տեսնում, դրսում ասենք փողոցում բարևում եմ կամ բան հեռու, մի փողոց ենքում արդեն չի ճանաչում, մեծ մարդ։ Այդպես ժողովուրդ ջան, իջնեմ մի ծանր պայուսակ ունեմ, եկել բանի զուգարանի ու խանոցի համար անձեռոցիկներ վերցրի, թղթեր եմ վերցրել, իջնեմ առևտուրը դատարկեմ ու կմիանամ։ Ահագին տաք եղանակը։ Խանութից այսքան բանը գնեցի, 2 հատ կիսայողային կաթ, մի հատ սոյա սոուս, ձու մի հատ վերցրի, քանի որ կարմիր էր, կարմիր 2 տուփել ունեի տանը, շատ պետք չէր, սպիտակ էի ուզում, մի հատ ձու եմ վերցրել, 2 հատ կեֆիր, այս կեֆիրները շատ լավն են, բիո կեֆիրներ են ու շատ լավն են, արժի իդեպ 2.48, 2 հատ այս կեֆիրներից եմ վերցրել, 2 հատ շամպինյոն, սա վերցրի աշոտը խորոված է ուզում անի, սունկն էլ կխորովի, դրա համար եմ վերցրել, մի հատ դդում, մի հատ վարունգ, այս կերերից Քսենիայի համար 2 հատ վերցրի, տեսնեմ կուտի թե չէ, տավարի մսով է։ Այստեղ վերցրել եմ լվացքի համար, համ անուշ բույր է տալիս լվացքին, համ էլ փափկացնում է շորերը, այս 2-ը վերցրի, մեկը լոտոսի բույրով է, մեկը վարդի։ Ապակիները մաքրելու համար հեղուկ, սա ամեն ինչ մաքրելու համար, չնայած ունեի ակցիոնից գնել էի շատ լավներ, բայց անտարբեր չկարողացա անցնեմ ու սա վերցրի։ Այս ֆիրման Կոլրայթում էժան է, Everyday։
այնպես չի որ որակը տարբերվում է, դրա համար էտեժանը ընտրեցի։ Այսքան առևտուրը վճարեցի 32 եվրո 75 ցենտ։ Ժողովուրդ ջան, ես նորից պետքա դուրս գամ։ Զատիկի նախատոնական երուզերը շարունակվում է։ Ուզում եմ գնամ մի հատ ակցիոն, տեսնեմ ինչ զարդարանքներ հետ ունեն։ Համ էլ օջար բան պետք է առնեմ, այն հեղուկ օջարները միշտ այդտեղից եմ վերցնում։ Գնամ դրանք կվերցնեմ։ Պետքա ինչ պետքա վերցնել, ցուցակը չեմ գրել։ Տեղում կնայեմ։ Մի քիչ բան քաղցր պղպեղ բանել է պետք, բայց երևի դա, չգիտեմ, դա մի հատ ասել եմ, չէ, մի հատ եզդի տղակ, չէ, եզդի չէ, քուրդ տղակ է, իր խանութինը լավն է, իսկական են մեր հայկականի նման բարակ երկար։ Եթե հիմա մեքենայով այդպես անցնեմ, ուրեմն կմտնեմ իր մոտից դա էլ կգնեմ, եթե չէ, ուրեմն կգամ Lidl, մի քանի բան էլ Lidl-ից կգնեմ ու կգնամ տուն, կգամ տուն։ Լավ շոքել է եղանակը, հիմա հուսամ ակցիոնում էլ այդպես լիքը չեն լինի, վայ, էդ ինչ է կատարում, այ մարդ, էդ ինչ է կատարվում խանութներում, երևի ես որ խանութի աշխատող եմ, դրա համար եմ այդպես զզվում խանութ գնալուց, վայ։ Լավ շոքել է ժողովուրդ ջան, բժշկի ասածով դուրս եկա մի 15-20 րոպե մեր պատշգամբում, դրսում այդպես կանգնեցի արևի տակ, որ վիտամին D արտադրեմ։ Դե ասում է, եթե նորմալ ասում է սնունդի միջոցով ընդունես, պետք չի, ասում է խմես որևէ բան, հիմա չգիտեմ ինչքանով ենք նորմալ անում, ինչքան որ հասցնում ենք իհարկե, այնքան անում ենք։ Հիմա կզարմանաք Աշոտը ինչի այսօր իմ հետ չի, չէ։ Աշոտը գնացել անկերոջ տուն։ Այստեղ մի հատ տես որ չեն զիջում է, ես էլ շատ ծանրաբեռնված է այստեղ ժողովուրդ ջան։ Շատ սրանց էս ինչա կոչվում, մենք հայերեն ինչ ենք ասում, ես շրջանաձև երթևեկությունը շատ բան է, ծանրաբեռնված է էլի լինում, ոչ էլ GPS եմ դրել, բայց այսպես հիշելով գնում եմ։ Ակցիոնում ուզում էի համ այդ նայեի Զատիկի ինչ զարդարանքներ ունեն, համ էլ մի երկու հատ էլի աման եմ ուզում, որ չի այսեր մեր բաները դատարկեմ, չի այսեր մեր այնտեղ ինչ էր, կտավատի սերմը, այստեղից չի, մի քիչ էլ պետք է գնանք, այստեղից փակ է աչը։ Մեկ ասեցի ոտքով գնամ, ոտքով էլ ահագին, արի անցի։ Մարդիկ շտապում են, չէ, ոչ մեկ չի ուզում զիջի, բայց դե մենք էլ ենք լինում բան անցորդ, ինչքան բանա որ մեզ չեն զիջում, այստեղ էլ է ծանրաբեռնված, բայց հիմա արդեն ընտրել եմ, այսպես եմ եկել, ինչ արած։ Այս կողմերում, իմ կինեզիս դե այս կողմերում է, ամսվավերջ պետք է գամ մասաժների։ Հաստատ ակցիոնն էլ է լիքը, որ այսքան այստեղ մեքենա կա, հիմնականում գնում են ակցիոն։ Այ, ինչ արած, պատուանել կարելի է։ Ասում եմ, չէ, մեքենաները լիքը։ Գնամ հիմա
տեղ գտնեմ կանգնելու, այ էդ է վատ, էլի մեքենայով գալու վատն էլ դա է։ Զարմանում եմ, ոնց չեն երկրորդ ակցիոնը բացում։ Հատ-հատ էլ պետքա այդ ինչա իրանց բացվի, որ մեքենաները անցնեն, ասա բաց թողեք մարդիկ կան էլի։ Զգում եք ինչ բողոքական տոնով եմ գալիս ակցիոն։ Այսա պետքա վերցնեմ ժողովուրդ ջան, որ հետո իրանց մոտ պետքա բան անեմ էլի, ակտիվացնեմ, որ դուրը բացվի դուրս կամ դուրը։ Արի դու դուրս գնա, ես կանգնեմ։ Չէ, ինձ թվաց դուրս է գալիս, բայց չէ, ասում եմ ոչ թե դուրս էր գալիս, այլ լավ չէր կանգնել, կանգնում էր, տեսենք ես որտեղ պետքա կանգնեմ, այստեղ երևի, ասեք սրանց ճանապարհ տան։ Բախտերս բերեց պարկինգը գտա։ Ժողովուրդ ջան, հիմա իշտեմ գնամ տեսնեմ այստեղ ինչ եմ անում, երևի այսպես ճիշտ էր գալը, ճիշտ է ծանրաբեռնված է, բայց ճիշտ էր մեքենայով է, որովհետև հիմա բան կանեմ։ Այստեղ կվերջացնեմ, կմտնեմ միանգամից Lidl, կուզենայի այդ տղայի խանութն էլ մտնեի քաղցր պղպեղ առնեի, բայց դե ոչինչ լավ, եթե հստակ հասցեն չգիտեմ էլի, այդպես միշտ ոտքով են գնում, հարմար է ոտքով, հեռախոսն անջատեմ գնանք։ Վերջացրի ժողովուրդ ջան, դուրս եկա, ոնց սպասվում էր, ակցիոնում շատ լիքը մարդ կար, չկարողացա ոչ մի բան նկարեմ, բայց տանը ցույց կտամ իմ գնումները, դեռ մեքենաները խցանում է, տեսնենք։ Ասեմ, որ Զատիկի ոչ մի բան էլ չկար, ոչ մի բան, երևի արդեն վաճառվել էր, զարմանալի էր, այսինքն հենց հետաքրքիր բաներ չկային, էլի շատ անկապ ձանձրալի բաներ էին, ոչ մի բան էլ չկար Զատիկի հարմար։ Վերջի օրով ուզում եմ բան առնեմ, չէ, հետաքրքիր է։ Հիմա սա պետքա ապարատի մեջ մտցնեմ, որ բացի այդ ինչ է, շլագբաումը ինչ է հայերեն, ես էլ չգիտեմ ժողովուրդ ջան, ես չգիտեմ ինչ է հայերեն շլագբաումը։ Ահա, բացեց։ Այստեղից վերջացրի, գնամ մի հատ էլ Lidl, տեսում եք ինչքան ծանրաբեռնված է, ինչքան բան է էլի, ծանրաբեռնված օրը նկատի ունեմ էլի, ու այս ամեն ինչը ստրես է անում, ժողովուրդ ջան, այս ամեն ինչը ստրես է, ոչ ենա ոտքով գաս, ոչ ենա մեքենայով գաս, ոտքով ծանրա տանելը առևտուրը, մեքենայով էլ, այսպես անընդհատ բան է։ Այստեղից աչքա չափով գնալու եմ, ոչ էլ հասցե եմ դնում։ Աչքա չափովը լավ է, չէ։ Հիմա կուզեի քուրդ տղայի խանութն էլ մտնեի, բայց եթե չէ, դա կթողնեմ Աշոտին, ոչինչ, լավ։ Ես ոնց որ շատ այսօր ինձ ծանրաբեռնեցի։ Ինքան շատ փակ փողոցներ կան մեր քաղաքում, որ կարող անգամ GPS-ը ցույց տա այդ փողոցը, որ գնանք, մտնենք, բայց փակ է իրականում։ Ահա, բաց էր փողոցը, մտածում եմ, այս փողոցն էլ է փակ, բայց չէ։ Մենակ չամչով բրինձով փլավ եմ ուզում պատրաստեմ, որովհետև շատ ենք սիրում այդ, Աշոտը չի սիրում իհարկե, ես ու իմ աղջիկն ենք սիրում, ու այստեղս մեքենան գոնենց ճանապարհ տա։ Սպասի, ես կամ նոր դու մտի։ Շնորհակալություն։ Մեկ-մեկ որ անցնելուց հայերենով էլ բարևում եմ,
գնացի դու ժողովրդյան այդ տղայի խանութը հիմա չեմ գնա, թողա շուտը վաղը գնա։ Ասեցի չէ գնացել է ընկերոջ տուն, այստեղից ուր եմ գնալու, որ ուղիղը փակ է, ձախը փակ է, մենակ աջ կարամ գնամ տեսնեմ էս ուր է տանում ինձ։ Երևի ինչ-որ փողոց սխալ եմ մտել, գնամ տեսեմ ուր եմ գնում։ Ինքան սիրուն տեսարանա, որ էստեղ Այնքան էին լծվել բանի վրա այդ կալցևոյենք է ասում, օղակաձև, թե շրջանաձև, ինչ ա կոչվում ժողովուրդը գրեք, այդ կալցևոյը ինչ ա կոչվում։ Այնքան էին լծվել, որ ազդանշան տվող էլ եղավ։ Լավ շոքեցի, լավ հոգնեցի, հիմա հասկանում եմ վարորդներին, թե ինչքան ստրեսա մեքենա վարել է այս մարդաշատ քաղաքներում, այս ինչա, հասնում եմ մեր փողոցին, նայեմ, հիմա դիմացից էլ հեծանը որտա գալիս, դրա համար այսպես զգուշ գնում եմ, այստեղ էլ գետին է այդ ջրատարի բանը որ կա, մի ձևի փոս անգել, չեն էլ սարկում, եթե այսպես մնա, մի օր մի մեքենա, բան, այդ մեքենայի անիվ կընկնի մեջը, հասա արդեն մեր փողոց, տեսեմ իմ տեղը, մեր մեքենայի տեղը հո չեն զբաղեցրել, այս ինչ լավա չեն զբաղեցրել ժողովուրդ ջան, գնամ կանգնեմ, հոգնեցի այսօր, ես ինչքան դրսերում եղա, ես ինչ ցույց տվեցի, ես անընդհատ դրսերում էի, եղանակն էլ լավ շուքեց, չեմ էլ նայել ինչքան էին հաղորդել, բայց շատ լավ շուքեց, իսկական կարճաթև հագնելու եղանակը։ Այս շարքով տների վատն էլ էսա, որ հստակ բանի կանգնելու տեղ չունեն էլ մեքենաները, որտեղ պատայի, մի քանի բանի փողոցների անուն են տալիս, կարանք այդ փողոցներում կանգնենք, ուրիշ փողոցներում չեն կարա կանգնենք, մի քիչ էլ այս կողմ գնանք, մարդիկ էլ տեսնում են, որտեղ ազատեղ կա, գալիս կանգնում են, հիմա բախտս բերեց, որ մեր տան դիմաց հենց ազատ է ու հետև էլ կանգնում եմ, Սկան առևտուրի ես ձերքով չի կարա բերեի, չնայած ինչ-որտեղ նաև հանգիստ էի, որ մեքենայով եմ դրա համար ամեն ինչ չէ, բայց շատ բան վերցրի, որովհետև եթե ոտքով լինեի, սկան չի կարա բերեի, ժողովուրդ ջան, քանի որ մի անգամից տուն եկա, հիմա ասում եմ գնամ Լիդլից մի երկու բան պետքա գնեմ, անպայման պետքա գնամ հիմա էլի, գնամ դա էլ գնեմ, նոր գամ տուն մտնեմ, լավ շոկ էլա, բայց լավ այստեղ այդ մեքենայի մեջ էր այդքան շոկ փաստորեն, այսպես մի քիչ քամի էլ կա, պետքա գնամ գամ, որ առևտուրը մի անգամից դատարկենք, պատկերացրեք պայուսակները դրել եմ ներս ու մի անգամից գնում եմ Լիդլ, մեքենայով չեմ գնում, որովհետև շատ ստրես էր, այնքան շատ մեքենա կար, ամեն Լիդլն էլ ես 3-4 րոպե այստեղ ոտքով, մեքենայով շատ երկար եմ գնալու, շատ ավելի երկար, մի 2-3 կիլոմետր, այսպես պտույտներ պետքա տամ, որովհետև հակ փողոցներ են, գնամ արագ, մի երկու բան կա, էդ էլ վերցնեմ, գամ վերջապես տուն, վերջապես իմ վիկենդը հայտարարեմ բացված, տեսնում եք ինչ լավ արև է, կայլ էր կարճաթև դուրս գալիս, որ ես չհանեցի, այս երեխաների խաղալիքները, տեսնում եք, այսպես դրսում են, ու ոչ մեկ էլ չի վերցնի, ոչ մեկը չի վերցնի, այդպես թողնում են դրսում, հասնում եմ, մտածեցի քանի արև ավելի լավ է կարճաթև դուրս գամ, որ վիտամին D արտադրեմ, այս սիրուն ծաղիկն էլ էստեղ, իսկ գեղեցկության կողքից էլ անտարբեր չենք կարա անցնենք, պետք է անպայման մի հատ նայենք նոր, հասա Լիդլ, նկատել եմ, որ բելգիացիները առևտուր են անում դուրս են գալիս, կտրոնները նայում են, կտրոնը ստուգում են, ես այդպիսի բան չունեմ, որ կտրոն նայեմ, երբեք չեմ նայում, չգիտեմ լավա թե վատ, բայց չեմ նայում, կակաչներ էի վերցրել, աշխատողը ռուս չի, բանից է, Ղազախստանից է կարծեմ, ինքան հաճելի կին է, արդեն ճանաչում ենք իրար, ինչքան գալիս ենք, բարևում ենք, զրուցում ենք,
ուշադիր չէ եղել, որ կակաշներից մեկը լավը չէր։ Այդ տերևները մի քիչ ոնց որ փչացած լինեն։ Ասեց, վայ, լավը չի, ասեց, գնա ուրիշ վերցրու։ Ասեմ, ես թողնեմ գնամ բերեմ մի հատ։ Ասեց, չէ, ասեց, դուրս գալուց Ես դիր ասեց ուրիշ վերցրու, կարող եմ մեկ ուրիշ ասմա տանի, ասեց շնորհակալ եմ, ուշադիր չէ եղել, այդ անշանակում էլի, որ այդպես է լինում էլի, որ ուշադիր չենք առևտրի ժամանակ, ես էլ ենքան հոգնած էի, ոչ էլ նայում էի, ահագնել ծանրապահյուսակս, ոյ, հիմա նոր մտածում եմ, որ գուցե պետք էր մեքենայով գալ, ամեն դեպքում վաղն էլ լիդլ գալու կարիք կլինի, կամ ալդի գնալու կարիք կլինի, տեսնենք, բանջարեղեն բան պետքա գնենք, կամ գուցե ամեն ինչ այդ քուրդ տղայի խանութից գնանք վերցնենք, ինչև է ժողովուրդ ջան լավ հոգնեցի, հիմա արդեն կարամ գնամ տուն ու իմ գործերով զբաղվեմ, ուզում եմ տունը վերևից ներքև լավ մաքրեմ, հաճույքով ուզում եմ անեմ, հաճույքով, ինքան ժամանակ չի լինում, որ այսպես մակերեսորեն ինչ հասցնում անում եմ, հիմա որ արդեն ազատ եմ, սիրով ուզում եմ տան գործերով զբաղվեմ, ահագին միավորներ հավաքվել են այս լիդլի կլանտը հաճախորդի քարտի վրա, այդպես շատ է թվում, մոտավորապես համարյա 1000-ին է հասնում, բայց եթե օրինակ 1000 միավորը լրանում է, առևտրից ընդամենը 5 եվրո է դուրս գալիս, բայց այնպես էլ կարելի է ասենք առաջարկում է, էլի այդ իրանց ապում առաջարկում է, կարելի է ինչ-որ բան, օրինակ եթե վարունգ վերցած լինեի, անվճար կարայի վերցնեի, էլի ուրիշ բաներ, մենակ վարունգ չէ, վարունգը կարծեմ 150 միավոր է, բայց քանի որ այդպես տանը չէի նայել, մտածում եմ կնայեմ վաղը, որ գանք առևտրի մի քանի բան, գազարը տեսա, որ կարելի էր վերցնել, ծաղկակաղամբ, մի քանի բան կարելի անվճար վերցնել, դրանք էլ ժամկետով են այդ միավորները, եթե չենք վերցնում, կորում են, ափսոսա ինչի կորում, եկա վճարում ենք, նայեք այս ծաղիկները, այս գեղեցկությունը, իդեպ ասեմ, այն որ ցանել էի, չէ, ցորեներ, արդեն սկսում է ծլել, ես էլ կասկածում էի այդքան ոսպե չէ, դե չէի թրջել, չէ, երկուսն էլ ոսպե չէ, բայց ցորենը արդեն տեսա, որ ծլել է, զանգ եկավ ընդհատեցի, ժողովուրդ ջան, Աշոտը տուն է եկել զանգեց, հասա տուն, կհանդիպենք, ժողովուրդ ջան, հիմա արդեն առևտուրը դատարկեմ, տեղավորեմ, խոհանոցի դուրը փակել եմ, որ Քսենյան հանկարծ չկա, դուրս էի թողել, այն ինչ արեց, այն ինչքան մլավեց, մլավելը մի կողմ նայում է վերև, գրել էի քո ծիթ չի թռնի, բա ինչա, կատվի համար էս բարձրությունը ինչա, մետրու կես բարձրությունն է, սա ինչա որ չթռնի, անհանգիստ նայում է այսպես վերևները, ինքան եմ համոզել, հա համոզել եմ, արի Քսենիա ասում եմ, արի քեզ նյամ-նյամ եմ տալիս, ինքը նյամ-նյամը հասկանում է, որ ուտելիք է, հավի կրսկամիս էի խաշել, այդպես ջրի հետ լցրել էի, մի կերպ համոզեցի, մսից տարա մի քիչ հոտ օտեց, ու դրա հոտին եկավ, բայց մի քիչ ջուրը խմեց, չկերավ այդպես, լավ է, գնացել վերև քնել է, հիմա խոհանոցի դուռը փակել եմ, ասեցի, որ հանկարծ կա, չգա դուրս կա, որովհետև ես վախենում եմ, որ ինքը կարող է մտքին կա փախնի։ Հիմա սիրելիներս, այս իմ ծաղիկները, այսպես սիրուն հերբերաները, չէ, գրել էիք, այսպես սիրուն մնում են, մտածում եմ հիմա բան անեմ, քանի որ կակաշներ եմ գնել, ես գնացի ակցիոն, բայց մոռացա ակցիոնից մի հատ էլի վազ գնեմ ծաղկաման։ Ինչևէ, հիմա կակաշներս տեղավորեմ, այս մեկը փչացած էր, ուշադիր չէ եղել, այդ կինը ասեց, ասում ատար փոխի, գնա փոխի ասում, այս դիր, ուրիշ վերցրու, ասում եմ բերեմ այստեղ, ասում չէ, ասելուց վերցրու, հետո վերցնում եմ ու մտածում եմ, կարող է իրանց անվտանգության աշխատողը մտածի, ես գողանում եմ, սիրելիներս, այս սիրուն կակաշները դնենք, զատիկի ծաղիկներ են, չէ, սիրունա շատ, որոշեցի հերբերաները տեղափոխեմ այս ամանի մեջ, մի քիչ նեղոտ է, բայց սեղմված չի, սրանք էստեղ,
Իսկ կակաչներն էլ տեղափոխեմ սրա մեջ, ջուրը փոխեմ։ Այստեղ հացրած ջուրում եմ։ Անցյալ անգամ փոշմանել էի, որ հերբերաներից ուրիշ գույներ չէի վերցրել, մտածում էի մյուս գնալուց կվերցնեմ, բայց չկար այս անգամ, մենակ դրանք էին, մենակ կակաչներն էին։ Մի քիչ էլ ավելացնեմ ջուրը։ Այս սիրունիկներին էլ դնեմ ջրի մեջ։ Ջերմաստիճանը 23 աստիճան է հիմա, այդպես բարձրացել է։ Բայց ինչքան ուրախ եմ, որ ես անգամ Զատիկից առաջ եմ, էլի ազատ, այսինքն ազատ շաբաթը Զատիկից առաջ է։ Շատ ուրախացել եմ դրա համար։ Ես ոնց են խեղճացել, մինչև տուն հասանք, ես ոնց խեղճացան։ Մի քիչ կարելի է տերևներից հանել։ Այս տակի տերևները պետք է հանել ընդհանրապես, որ ջրի մեջ չմնան ու բան չլինի։ Տերևները շուտ են փտում ու ծաղիկը փչանում է շուտ։ Ծաղիկներս տեղավորեմ ու առևտուրը դատարկենք մի անգամից։ Խանութներում 2 տեղնել, 3 տեղնել, այսօր դե 3 խանութ գնացի։ 3 խանութում էլ այնքան լիքն էին մարդիկ, որ ես անգամ հեռախոսը չուզեցի հանեմ, նկարեմ։ Հիմա այս գեղեցկուհիներին տեղավորեմ։ Վերջի տեսանյութը շատ չէին նայել, երևի ցուցահանդեսը հետաքրքիր չէր, չգիտեմ, բայց մի քանի հոգի էին արձագանքել։ Այնտեղ հարցրել էիք փայտի վրա էլ կային քանդակներ, թե չէ, իմ գեղեցկուհիները, հա, փայտի վրա էլ կային, այն դաշնագույնները մի մասը փայտի վրա էին, իսկ սպիտակը մարմար էր։ Այդպիսի տաղանդավոր հայրենակից ունենք, կարծում եմ բոլորիս համար էլ մեծ հպարտություն է, որ իդեպ այստեղի շատերն են իրեն ճանաչում, բելգիացիներն էլ շատ պատվերներ են տալիս, շատ տաղանդավոր մարդ է, նկարիչ քանդակագործ։ Ժողովուրդ ջան, այ հիմա մտածում եմ, որ այ հիմա մի հատ աթոռը բերեմ այստեղ, որ պայուսակը բարձր դնեմ, որ ինձ հեշտ լինի ու մի անգամից առևտուրը ձեր հետ կդատարկեմ, հետո նոր կտեղավորեմ։ Սկսեմ երևի Լիդլի առևտրից, մի քանի բան արդեն հանեցի, հատապտուղներ էի վերցրել, սև հաղարչ 7 եվրո, կարմիրով էլ դրել են, իբր զեղ չեն արել, գրել են 12-ից 7, բայց իրականում սա ինչքան գիտեմ, միշտ 7 եվրո է լինում։ Ելակ վերցրի, այս տեսակը բելգիական ելակ էր, 2 եվրո էր, իչել շատ զարմացա, այսինքն կիլոն 4 եվրո։ Թեյեր եմ վերցրել, սա հանգստացնող թեյ է, քնից առաջ, սա էլ երիցուկի թեյեր են, հենց այդպես էլ գրազա բարի գիշեր, էլի երիցուկի թեյ, երիցուկի թեյը շատ լավ է, շատ հանգստացնում է, ստամոքսը եթե մի քիչ այսպես գրգռված է լինում կամ աղիները, շատ լավ հանգստացնում է։ Մենք երբ որ Հայաստանում ենք, մենք ինքներս էինք քաղում երիցուկ չորացնում, բայց տեղատներում էլ են վաճառում, որ երևի ավելի լավ է, որ ստուգված է, էլի։ Մի հատ սոյայի կաթ եմ վերցրել եմ սոյայի սերուցք, սրանք իմ աղջիկն է օգտագործում, ես չեմ օգտագործում այս սոյայինը։ Մի քանի հատ տոֆու եմ վերցրել, սպիտակ ու սա ծխեցրածն է։ Քսենյան արդեն իր երշիկները չի ուտում հավի, ես անգամ վերցրել եմ, էլի հավի է, բայց մի քիչ ուրիշ տեսակ է, տեսնենք ուտի։
ուրիշ տեսակի երշիկներ են, վայ Քսենիա, տեսում եք ինչքան նրբաճաշակ է, էլի թեյ, սրանք մի քիչ թանկ էին, 20 հատա մեջը 260 արժեին ու նոր էին սրանք, իմ համար նոր էին, տեսնենք ոնց են, չնայած ես համար այդքան շատ չեմ սիրում թեյ խմել, ամեն դեպքում, սրանք հալած պանիր, սա էլ հալած պանիր, սա սովորական հասարակ օջառ է, ընդհանրապես այս 4 օջառները շուտն է սիրում սրանք օգտագործի, հեղուկ օջառի հետ ինքը չունի էլի, կանաչ ձիթապտղի երևի հոտով, դրա համար վերցրել, անցյալ անգամ Lidl-ում չկար, հիմա այս անգամ կար վերցրել եմ, ասում է չէ, ես այդ ձեր շամպուններ, բաներ չեմ սիրում, դրա համար վերցրել, վերցրել եմ ֆալաֆել, սիսերից պատրաստված, ատամի խոզանակներ, վերցրել եմ նաև բուսական յոգուրտներ Lidl-ից, այդքան բան եմ վերցրել Lidl-ում ու վճարել եմ, հիմա նայեմ ասեմ, 43 եվրո 60 ցենտ եմ վճարել, այսքան առևտրից, հիմա Պրոյդվատից իմ համար մազի ներք եմ վերցրել, այս անգամ Garnier-ից եմ վերցրել մի քիչ բացկում, կասեմ 7 եվրո արժեն, տեսնեմ ոնց կլինի, ոնց կծածկի, իմ լավ կոլեգան խորհուրդ տվեց, որ այս բացկույների մեջ մի փոքր, այսպես մի փոքր կաթիլ մուկ գույնին ներք լցնեմ, այնպես որ դա պետք է փորձեմ, տեսեմ ասեց այդպես լավ է ծածկում, փորձեմ տեսնեմ ոնց կլինի, ներքերը, հիմա անցնենք ակցիոնի առևտրին, ակցիոնի պայուսակների մեջ մի բան թափվել էր, մեքենայից իջացնելուց տեսա, որ ձեռքես բան եղան, թե ինչն էի թափել, ես էլ չգիտեմ, այսինքն բերանը երևի լավ փակ չէր եղել, սրբիչներ էին 1.60 էին սրա, շատ հաստ չի, բայց վերցրի մի երկու հատ, հա, ինչ-որ օջառ է երևի թափվել, շատ հաստ չեն, բայց երկու հատ վերցրել եմ, մի հատ բաց մոխրագույն, մի հատ սպիտակ, դարակում տեղել չկա, ինքան որ ամեն անգամ այսպես նոր վերցնում եմ, տեսնում եմ անտարբեր չեմ անցնում էլի, հիմա դատարկեմ հերթով, սա ամեն ինչ մաքրող, անցյալ անգամ կանաչ գույնն էի վերցրել, խոհանոցի բանից, այլ բաղնիքի համար, ամեն ինչ մաքրում է, 98% բուսական բաներով է, դե երև այդպես կացաղ, կիտրոն բան, այդպես լիմոն բան, այդպիսի բաներով են էլի պատրաստում, սա վստահ եմ, որ շատ լավն է, անգամ եթե ասենք գորգի վրա կամ բազմոցի վրա ինչ-որ հետքեր, լաքաներ կան, կարելի է փչել վրան ու մի լավ այդպես բանով, շորով մաքրել, այսպես քերել, ու շորով մի հատ քերել դուրս է գալիս։ Այս ամանները հիշում եք անցյալ անգամ վերցրել էի, էլի եմ վերցրել, որովհետև հնդկաձավարն ու ոսպը լցնելու ամաններ պետք չունեի։ Սա եմ վերցրել, սա վերցրել եմ հատուկ ջեռոցը մաքրելու համար, մի կիներ կանգնած, արաբեր ոնց որ հեռախոսը ձեռը խոսեց վերջացրեց, սա էր նայում, չէ, սրա կանաչն էր նայում, ասեցի շատ լավն է այդ, ասեց, հա գիտեմ, ասեց, ես ջեռոցի համար եմ ուզում, ասի որն ես վերցնելու ջեռոցի համար, ասեց այս ցույց տվեց, ասի ես էլ վերցնեմ, ասեց շատ լավն անկերույց վերցրել էր, գովում էր, ասի հա ուրեմն ես էլ վերցնեմ։ Նորից ակնոցներ եմ վերցրել, գիտեմ, կարդացել եմ, գրել եք, որ ավելի լավ է օպտիկ գնալ, այնտեղ ստուգել կամ բան, աչքի բժշկի մոտ հազիվ մի հատ ազատ տեղ գտել, հանդիպում եմ նշանակել, բայց 10 ամիս հետո ազատ տեղ չկար։ Դրա համար հիմա սա վերցրել եմ, որովհետև իմերը շատ շուտ թուլանում են, էլ այս բաները ու կոտրվում են։ Այս կօգտագործեմ մինչև կգնամ աչքի բժշկի մոտ, տեսնեմ ինքը ինչ կասի։ Գիտեմ, որ այսպես պատական ամեն տեղից գնելը լավ չի, շատ ճիշտ եք։ Քսենիայի համար համովություններ եմ վերցրել, չիպսեր, ֆիսիկների համար սիրում է։ Կանաչն է սիրում, մի հատ էլ այս գույնն եմ վերցրել, տեսենք ուտի։ Մի հատ էլ ակցիոնից էի վերցրել ատամի խոզանակ,
իդեպ տանել նորից մի տուփ ունենք, որ մեջը 5 հատ էր, մի հատն ենք անել, 4 հատ էլի կա, սիրում եմ, որ տեսնում եմ, վերջնում եմ, ինչ անում։ Այս բաժակը վերցրել եմ, այս սիրուն բաժակը, աղջկաս նվեր եմ վերցրել, հենց այնպես, որ տեսնի ուրախանա, տեսեք ինձ սիրունը, 260 էր։ Հա, էլի Քսենիայի համովություններից, սա մթերքներ, հաց, բուտերբրոդներ, բաներ, այսպես մեջը դնելու համար տոպրակներ եմ վերցրել այդ զիպ փականով, որ ամուր փակվում է։ Էլի յուղաթուղթ վերցրի, այս անգամ վերցրել եմ կտրածները։ Կտրածները 33 հատը արժեր 1.40 կարծեմ, հա 1.40, իսկ չկտրածը արժի 96 ցենտ։ Սեղանի շորեր եմ վերցրել մաքրելու, մեկը խոհանոցի, մեկը ապակիների, մեկը բաղնիքի, մեկն էլ համակարգիչ բան, այդպես սրբելու համար 4 հատ է իրար հետ, 2 եվրո էր, ինչ է, չեմ էլ հիշում գինը, բայց հարմար գին էր, կարծեմ 1.99։ Հիմա մյուս տոպրակը դատարկեմ, տեսնեմ վերջը ինչն էր թափվել, ինչ է լավ փակ չի եղել, ամանի հեղուկներ 2 հատ, հեղուկ օճառ, ձեռքի օճառ եմ վերցրել, միանից մի հատ սրանից, աման եմ վերցրել, որ 2 հատ, մեկը չիայի սերմերը կդատարկեմ, մեկը քունջուտի սերմերը։ Սա, ոնց որ ասեցի, հնդկաձավարի ու ոսպի համար 2 հատ եմ վերցրել։ Սա էլ ժողովուրդ ջան վերցրել եմ, որ նկուղում դնենք խոնավությունը քաշելու համար, այնքան լավ հավաքում է խոնավությունը, բանի մեջ լցվում է, ոնց որ ջուր այդպես, ջուրը լցվում է, հանում դատարկում ենք։ Կարելի է դնել նկուղներում, որտեղ որ խոնավ է, կարելի է դնել։ Խոնավությունը քաշող, այդպիսի բան։ Սա այսպիսի բան եմ վերցրել մազերի համար, 12 եվրո արժեր, ահագին մազերս երկարել են, փորձեմ ալիքներ տալու համար, փորձեմ նայեմ ոնց կլինի, կարծում եմ ես հեշտ կլինի օգտագործելու, որովհետև էլեկտրական է, որովհետև սաները ինքը իրան պտտվելու է, տեսեմ ոնց կլինի սա, ու ինչը ցույց չեմ տվել, ու կրոյդվատից նաև վերցրել եմ էլի ստվերաներկ, ունեի բոլորը նույն գույնի էին, այս անգամ տարբեր գույներ եմ վերցրել ու ռումյանան ինչ էր հայերը ժողովուրդ ջան, կարմրաներկ, թե չէ, այս որ մի քիչ էստեղ կարմրացնեմ ու սա եմ վերցրել, ստվերաներկ ու ռումյանա, հայերին չեմ հիշում ռումյանան կներեք, եթե դուք հիշում եք, խնդրում եմ գրեք, ինձ էլ հիշացրեք, այսքան բան էի վերցրել, հիմա նայեմ ակցիոնում վճարել էի 55 եվրո, այդպիսի շաբաթ չի լինի, որ ես ակցիոն չգնամ ու ամեն անգամ ասում եմ, դե պետք է, բա ինչ անեմ, դե պետք է, բա ինչ անեմ, բայց դե իրոք պետք է, չէ, որ գնում ենք։ Այդպես սիրելիներս հիմա սրանք տեղավորեմ, չգիտեմ էլ կմիանամ այսօր, թե չեմ միանա, եթե նայում եք, եթե ձեզ հետաքրքիր է, մի հատ լայք դրեք, որ ես հասկանամ, որ հետաքրքիր է, որ չեք դնում, քիչ է լինում, մտածում եմ, երևի արդեն հետաքրքիր չի, բայց եթե հետաքրքիր է մի հատ լայք դրեք, մի որևէ մեկնաբանություն թողեք կամ որևէ սմայլիկ դրեք, կարևոր չի, կգրեք թե ինչ-որ սմայլիկ կդնեք, կարևորը որ արձագանք լինի ձեր կողմից, որ տեսնեմ իզուր չեմ անում։ Այս պահին ձեզ հրաժեշտ տամ, լավ մնացեք, սիրելիներս, կհանդիպենք, հաջողություն։